քիչ ճանապարհ չէ, որ անցել ենք, սկսած նախագծման, զեկույցի նախագծման աշխատանքներից մինչև ամփոփման փուլ։ Ես կներկայացնեմ ռազմավարության հիմնական մեթոդոլոգիական հատվածը եւ ստացած ընդհանուր պատկերը եւ ապա իմ գործընկերը արդեն ըստ ոլորտայինի կներկայացնի այն հիմնական ցուցանիշները, որոնք մենք վեր ենք հանել։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր իրավասու մարմիններին, քաղաքասարակության կազմակերպություններին եւ փորձագետներին համատեղ աշխատանքի եւ համագործակցության համար։ Ընդհանուր ոլորտներից, եթե այսպես սկսեմ, ռազմավարության, այս գործող ռազմավարության շրջանակներում, որ ծածկում է 23-26 թվականները, 5 առանձին ոլորտ կամ ռազմավարական նպատակ է առանձնացված։ Առաջինը կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարկության համակարգերի ամրապնդում, երկրորդը կոռուպցիայի հակազդման իրավական եւ ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործում, երրորդը նվիրված է հակակոռուպցիոն կրթությանը եւ հանրային իրազեկմանը, չորրորդ ռազմավարական նպատակը վերաբերվում է գործարար ոլորտում բարեվարկության ամրապնդման ու կոռուպցիայի կանխարգելմանը եւ վերջինը արդեն 5-րդ ոլորտը, որ վերաբերվում է հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգին եւ գնահատմանը։ Ընդհանուր առմամբ այս միջանկյալ գնահատման շրջանակներում գնահատման են ենթարկվել թվով 69 գործողություններ, որոնք կատարման են ենթակա եղել 23-ից 24 թվականների ընթացքում։ Մշտադիտարկման նպատակները 3 խումբ նպատակներ ենք առանձնացրել, դրանից առաջինը, որպեսզի պարզ դառնա, թե ինչ ընթացքում է գտնվում գործողությունների կատարողական մակարդակը, երկրորդը հասկանալ, թե որ գործողությունները ինչ կարգավիճակ ունեն, մասնավորապես դրանցից քանիսն են ամբողջապես կատարված, մեծամասամբ մասնակի կատարված կամ առհասարակ կատարված չեն, ընդ որում երկու մակարդակով ենք գնահատում իրականացրել, առաջինը ընթացակարգային, երբ գնահատվել է կոնկրետ քանակական կատարողականի պատկերը եւ երկրորդը որակական գնահատումները, հիմա յուրաքանչյուրի մասով իհարկե ավելի մանրամասն կներկայացնեմ։ Գնահատման ընթացակարգային ցուցանիշները, այսինքն քանակական առումով կոնկրետ ինչ մեթոդով է իրականացվել գնահատումը, նախ սկզբի համար կուզեմ նշել, որ Արդարադատության նախարարությունը եւ ռազմավարությունը չի նախատեսում միջանկյալ գործողությունների մասով որակական գնահատում, այսինքն նախարարության կողմից հրապարակվող տարեկան զեկույցները, կիսամյակային զեկույցները, դրանք քանակական գնահատում են ենթադրում եւ որակական գնահատումը նախարարությունը իրականացնում է ռազմավարության ամբողջական ավարտից հետո, այսինքն այստեղ մենք արդեն որոշակի տարբերություն ունենք նախարարության կիրառված մեթոդոլոգիայից, մենք միջանկյալ փուլում եւս որոշ խումբ գործողությունների համար, որի մասին ես կխոսեմ, ընտրել ենք նաեւ որակական գնահատում իրականացնելու մեթոդը։ Քանակականի մասով պիտի նշեմ, որ հիմնական մասով մշտադիտարկման խմբի կողմից կիրառվող եւ նախարարության կողմից կիրառվող մեթոդները համընկնում են, 4 կատեգորիայով է գնահատում իրականացվում, կատարվել է մեծամասամբ եւ կատարված չէ, եւ այնուհետեւ ամբողջ կատարողական ընթացքը վարիացիոն մեթոդի միջոցով է վերհանվում, այսինքն որպեսզի պարզենք, թե ռազմավարությունը քանակական տեսանկյունից քանի տոկոսի կատարողական ունի, ամբողջությամբ կատարվածը գնահատվում է 1 միավոր, մեծամասամբ 0.75, կատարված մասնակի կատեգորիայի գործողությունները կես միավոր եւ կատարված չէ 0 միավոր, այստեղ կարող եք տեսնել այդ բանաձևը ոնց է լինում, գումարում, բազմապատկում եւ վերջում 69, որը իհարկե այն թիվն է, այն գործողությունների թիվն է, որ ենթարկվել է քանակական գնահատման։ Որակականի մասով այստեղ, քանի որ մենք չենք ներկայումս ռազմավարությունը գտնվում է ակտիվ իրականացման փուլում, առավել եւս հաշվի առնելով, որ ընդունվել է 23 թվականի հոկտեմբերին, հետեւաբար ասել 23 թվականը ամբողջությամբ փակվում է, ճիշտ չի լինի, որովհետեւ 2 ամիս է
որպես այդպիսի նախատեսված եղել եւ 2 գործողություններ նախատեսված եւ փաստացի 1 ամբողջական տարի, որ 24 թվականն էր, հետեւապես այդ նպատակից ելնելով մենք առանձին խումբ գործողություններ ենք առանձնացրել որակական գնահատման համար, որոնք հիմնականում վերաբերվում էին հանրային իրազեկման աշխատանքներին եւ կատարված վերապատրաստումներին։ Այսինքն այս 2 խումբ գործողություններն են, որ որակական ստուգման միջոցով անցել են։ Դրանք 3 կատեգորիայով են իրականացվել որակական ստուգումը։ Իրականացված է ոչ ամբողջությամբ եւ իրականացված չէ։ Յուրաքանչյուրը իհարկե ունի իր տոկոսային արտահայտումը։ Հիմա գնահատման մեթոդների մասին ես կցանկանամ նաև խոսել, ինչ մեթոդներ են կիրառվել գնահատման արդյունքում։ Իհարկե առաջինը տեղեկատվության հարցումներն էր։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին ամբողջական բազմաբովանդակ տեղեկատվություն տրամադրելու եւ համագործակցության համար մշտադիտարկման թիմին։ Ուսումնասիրվել են գրասենյակային desk review մեթոդի միջոցով տարբեր փաստաթղթեր եւ հետազոտություններ, այդ թվում նաեւ նախարարության կողմից հրապարակված կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, միջազգային գործընկերների կողմից տրամադրված զեկույցները, հատկապես ՀԶԿ-ի կողմից տրամադրված շրջափուլի վերաբերյալ զեկույցը եւ GRECO-ի կողմից տրամադրված զեկույցը, ֆոկուս խմբային քննարկումներ, որոնք ինչպես նշեցի, բոլոր իրավասու պետական մարմինների մասնակցությամբ է եղել, բոլորին, այսինքն մենք հրավիրել ենք եւ մեծամասամբ ունեցել ենք իրենց կողմից ակտիվ ներդրում քննարկման ընթացքում եւ երկրորդ խումբ ֆոկուս խմբեր, որ անցկացվել են քաղաքասարակության կազմակերպությունների եւ փորձագետների, իրավաբանների մասնակցությամբ։ Խորհրդատվական եզրակացությունները իհարկե եւս երկրորդ կատեգորիայի ներքո են գտնվել, հատկապես կարևոր խորհրդատվական եզրակացություններից մեկը Վենետիկի հանձնաժողովն էր, որ վերաբերում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի դրույթների սահմանադրականության հարցերին։ Ընդհանուր առմամբ այս ամբողջն է եւ մի կարևոր դիտարկում ես կուզեմ նշել, մենք ինչպես նախկինում այս անգամ եւս մշակել ենք նախագիծը, ներկայացրել ենք բոլոր իրավասու մարմինների կարծիքին, կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ Արդարադատության նախարարությանը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, այսինքն կարելի ասել գրեթե բոլոր մարմինները ներկայացրել են իրենց դիտարկումները։ Փորձագիտական թիմը դրանք դիտարկել եւ համապատասխանաբար իհարկե տեղայնացրել է զեկույցի շրջանակներում, որոնք թիմի համար ընդունելի են եղել, որոնք որոշ առումով փորձագետների կարծիքները կիսվել են, դրանք մասամբ են հնարավոր է իրենց արտացոլանքը գտել զեկույցի շրջանակներում։ Ընդհանուր մեթոդի մասով եւ կցանկանամ ընդհանուր եզրակացությունները ձեզ ներկայացնեմ ըստ ոլորտների, որպես այդպիսին։ Ընդհանուր առաջին ոլորտը մենք զեկույցի վերջում, եթե նախագիծը կիսվել ենք բոլորի հետ, վերջնական տարբերակը եւս հրապարակված է, մեթոդի համաձայն վերջնական կատարողական ցուցանիշը, հատկապես քանակականի դեպքում, որ արտահայտվում է տոկոսայինով, ես խնդրում եմ ուշադրություն դարձնել եւ հաշվի առնել, որ այդ տոկոսը վերաբերվում է բացառապես ամբողջությամբ կատարված գործողություններին, ռազմավարության, այսինքն 69 գործողություններից քանիսն է կատարվել ամբողջությամբ եւ ապա դրա տոկոսային արտացոլանքը կազմել է հենց ռազմավարության մշտադիտարկման արդյունքը։ Սա հատուկ ընդգծում եմ, որ թյուր կարծիք չլինի այն մասով, որ մեծ աշխատանք մեծամասամբի եւ մասնակի ներքո են ընկած, բայց դրանք որպես այդպեսին կատարողական ցուցանիշում չեն արտացոլվել։ Ամբողջ նպատակը վերջնական արդյունքն է, որովհետեւ շատ գործողություններ կարող է իրականացվել են նաեւ ժամկետից դուրս։ Հիմա առաջին ոլորտը, որը կանխարգելման եւ բարեվարկության էր վերաբերվում, ընդհանուր 21 գործողություն է, այստեղ կատարողական ցուցանիշը 33% է կազմում, գնահատվել են այստեղ որակականի մակարդակով այստեղ չկային այն խումբ խնդիրները, որոնք ուրեմն առանձնացված էին։ Երկրորդ 15 գործողություններ, որ հակազդման բլոկին է վերաբերվում, այստեղ 33.33 է կատարողական ցուցանիշը, իսկ գնահատման են ենթարկվել որակական տեսանկյունից 3 գործողություն, որոնք ոչ, այսինքն իրականացված մակարդակի ներքո չեն ընկել, այլ դասակարգվել են որպես իրականացված է ոչ ամբողջական, այդ պատճառով է տոկոսային արտահայտումը 0։ Երրորդ ոլորտը կրթություն եւ հանրային իրազեկում 29%,
նորից մեկ գործողություն որակական, ընդհանուր առմամբ 7 գործողություններ էին որակականով ստուգել, որպես միջանկյալի արդյունք, իհարկե տարեկան ավարտին ամբողջն, ինչպես նախկինում ենք իրականացրել, նախատեսված է ռազմավարության ավարտին ամբողջը որակական ստուգման ենթարկել։ 4-րդ ոլորտը գործարարը, որտեղ 13 գործողություն է նախատեսված, կատարողական ցուցանիշը 38 ու 46 է եւ ոլորտ 6-րդում ցավոք ոլորտ 5-ում, որը մոնիտորինգին եւ գնահատման է վերաբերվում, որևէ գործողություն ամբողջապես կատարված չէ մեր գնահատմամբ, հետեւապես այստեղ կատարողական ցուցանիշը դիտարկվել է 0։ Ես կխնդրեմ Մարիաննային արդեն ներկայացնել ընդհանուր ըստ ոլորտների ու դրանից հետո արդեն կարող ենք ընդհանուր սա էլ ներկայացնեմ Նախատեսված քանակական գնահատման ցուցանիշները, ինչպես նշեցի, այս անկյունում կարող եք տեսնել ընդհանուր գործողությունների թիվը 69 եւ դրանք համապատասխանաբար ըստ կատեգորիաների կատարված 21, այսինքն 69 գործողությունից կատարվել է ամբողջությամբ 21-ը, մեծամասամբ են կատարվել 9 գործողություն, 33 գործողություն դիտարկվել է գնահատվել է որպես մասնակի կատարված եւ 6-ը որից չկատարված եւ այս ամբողջի արդյունքում ռազմավարության կատարողական ցուցանիշը նորից ամբողջական կատարման մասին է խոսքը, կազմում է 30.43%, այսինքն 23-24 թվականների մշտադիտարկման արդյունքում կատարողական է 30.43%-ը։ Այստեղ էլ ազդեցության մակարդակը ոնց նշեցի 7 գործողություն են ուսումնասիրվել, որոնք վերաբերվում էին կոնկրետ խումբ խնդիրների, դրանք վերապատրաստումներն ու հանրային իրազեկումներն էին, այստեղ էլ քանի որ ամբողջապես իրականացված չէին ազդեցության մակարդակի գնահատում եւ արված չեն ցուցանիշը 0 է։ Ես մի ակնարկ այստեղ կուզեմ անել, գրեթե ցավոք սրտի բոլոր ռազմավարություններում, ընդ որում դա կապ չունի անկեղծ ասած հակակոռուպցիոն ռազմավարությունն է, մարդու պաշտպանության ռազմավարությունն է, թե դատաիրավական ռազմավարությունն է, ցանկացած դեպքում, որտեղ նախատեսված են լինի 1 կամ 10 վերապատրաստման գործողություններ, դրանք բավականին ամբողջ ուղղակի արդյունքային ցուցանիշը գրեթե դրված է քանակական ցուցանիշների վրա, միայն հակակոռուպցիոնում էր, որ նախատեսված է 80-ից ավելի աճ պիտի գրանցվի, բայց որպես այդպիսին դրանք էլ սահմանված են այնպես, որ այս փուլում այդ 80-ից ավելի աճի գնահատումը որպես այդպիսին հնարավոր չէր իրականացնել։ Գումարած դրան, մեզ համար օրինակ հարցեր առաջացրել նա, ոնց պիտի գնահատվի 80%-ի աճը, եթե նախնական ելակետային գնահատում մարդկանց գիտելիքների մասով չի իրականացվում, ինչը նախատեսված չի ռազմավարության շրջանակներում, այսինքն այդ պրեպոստ տեստը կլինի, այլ գործիքներ կլինեն, որպես այդպիսին ռազմավարությամբ էլ նախատեսված չէին եւ դրա համար գրեթե ազդեցության մակարդակում վերապատրաստումները այս պատկերն ունեն։